Պարոն Գրիգորյան, այսօրվա օրվա խորհրդի մասին դուք ավելի լավ կխոսեք որպես պատերազմների մասնակից եւ ինչ պատգամ, ինչ խորհուրդ կարող եք փոխանցել։ Այսօր մենք նշում ենք մեր մեծագույն ճակատամարտերից մեկի օրը եւ 18 թվականին Ղարաքիլիսայում, Բաշաբարանում եւ Սարդարապատում մեր հայկական զորքերը կարողացան ջախջախել Օսմանյան Թուրքիայի բանակներին։ Ես ուզում եմ նշեմ մի կարևորագույն փաստ, որ այդ ժամանակ բանակը բարելակված էր եւ փորձում էին արձակատում չլինի, բայց մեկ խոսք կաթողիկոսի, այն ժամանակվա կաթողիկոսի մեկ խոսք, այն խոսքը եւ եթե իմ բանակը չի կարողանում ինձ պաշտպանել, ես ցուրտ կվերցնեմ եւ իմ մայր տաճարի բակում կզոհվեմ ես պաշտպանեմ իմ եկեղեցի տաճարը։ Եվ այդ խոսքերից հետո բանակը հասկանալով, որ այլ հետդարձի ճանապարհ չկա, շարժվեց առաջ։ Եվ հաղթանակեց, եւ մեծագույն հաղթանակ էր դա մեր հայազգի համար, որից հետո մենք կազմավորեցինք առաջին հանրապետությունը, ցավոք հետո դա կարճ տևեց, բայց բոլոր դեպքերում մենք կարողացանք պետություն ստեղծել։ Ես ուզում եմ եւս անդրադառնալ այսօրվա խորհրդին, որ հույս ունեմ, որ այսօր ոնց որ 16 թվականին, ոնց որ 20 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ մեր բանակի զինվորի կողքին նաև շատ թվով եկեղեցականներ մարտաջեցին նաև զոհյան բազմաթիվ զոհեր եկեղեցականների կողմից։ Ես հույս ունեմ, որ մեր եկեղեցին վաղ թե ուշ էլի առաջնորդելու է մեզ, առաջնորդելու է մեր բանակին, վերազինելու ենք մեր երկիրը, տնտեսապես զարգացնելու ենք եւ փորձելու ենք մեր եկեղեցու օրհնությամբ, Աստծո օրհնությամբ, մեր բանակի հզոր բազկի ուժով մենք նորից ազատագրենք մեր կորցրած տարածքները, հիմնականում Արցախը, ոչ ինչու՞ չէ նաև Ջավախ, ինչու՞ չէ նաև Արևմտյան Հայաստանի տարածքները եւ ստեղծենք հզոր հայկական պետություն, կախում չունենալով որևէ պետությունից։ Մենք պետք է հասկանանք, որ պետք է մենք ունենանք ազգային պետականություն, համագործակցելով բոլորի հետ, բայց ոչ մեկից կախում չունենալ։